Կարող է արդյոք Հայաստանում ընտրություններին մասնակցել ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ անունով կուսակցությունների դաշինք թե չէ։ Հիմա այս հարցն է քննարկվում։ Մեր ընդդիմությունը մեզ ասում է, որ եթե ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ դաշինքը չի կարող գրանցվել, ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ անձնանուն բառը չի կարող լինել այնտեղ, հետևաբար սա հարված է ժողովրդավարությանը։ Ուժեղ քյաբաբի մասին չեմ կարող ոչինչ ասեմ, բայց ձեթոտ պերաշկի ավտոբուսում օրինակ շատ հավանական կարող է տես մի բան լինի։ Ձեր դարդը թողած գնացել եք 8 երկրի քաղաքացու դարդն եք լացու։ Դուք ձեր դարդը լացեք, հատկապես որ լացելու շատ բան ունեք։ Հա մենք մեր դարդը չենք լացում, մենք ընտրությունների դարդն ենք ուզում հոգալ։ Այսինքն եթե ուժեղ քյաբաբ կամ ձեթոտ պերաշկի այդքան զազելի է հնչում, ձեթոտ պերաշկին որ հատկապես զզվելի է հնչում, այդ դեպքում պետք է դա շուտ բերել։ Ստյոպի մասը բաց եք թողում ու որ ՍՊԸ-ն կարա Ռուսաստանում գրանցված լինի, էդ էլ եք բաց թողում։ Մարդը գնացել է պետ ռեգիստրում գրանցել, բերել եկել արդեն ԿՀ-ում գրանցելու ժամանակահատված, բերել եք ոտի վրա ձեռի հետ գիշերվա ընթացքում ինչ որ մտածել եք որ կարող է այդ մարդու անունը խանգարից էր քաղաքական ուժին, ուժեղ Հայաստանին էլ թող գրի վարչապետի իր թեկնածուի անունը, Սամվել Կարապետյանն է, դա կտող կա, թող գրի ցուցակի առաջին համա Սամվել Կարապետյան։ Չի կարող գրել, ուրեմն չի կարող դառնալ վարչապետ։ Մարդկա դարձել է Yandex-ի նավիգատորի պես բան է, նավիգատորը գոնե քեզ կարա ասի ուր գնաս, ուր չգնաս։ Մարդկա հետ հավելված է դառել, բայց չենք կարա գոնե ներբեռնենք։ Էս ի՞նչ նշանակում։ Գիշերվա կեսին շրջանառվում է, առավոտյան գալի ներկայացվում է։ Խնդիրը նոր է հայտ եկել, պարոն, մի քանի օր է, պարոն Խաչատրյան, ինչ խնդիրի հայտ է եկել։ Վրիպակ չի, ասեմ ձեզ, 6 օր առաջ Դանիել Հովհաննիսյան, դիտորդական կազմակերպության ղեկավար է, գրել է, իսկ դուք գիտեք, որ նախքան 25 թվական ընտրական օրենսգիրքն արգելում էր, որ կուսակցությունների դաշինքները պարունակեն անձնանուններ, սակայն 24 թվականի դեկտեմբերին ԿԸ-ի առաջարկությամբ առանց քաղաքացիական հետ խորհրդակցելու այդ արգելքը համում։ Ինձ պատմեն, որ Գեգամ Մանուկյանը Դանիել Հովհաննիսյանին է ցիտելու ԱԺ-ի համբերից, ես չի հավատալքից։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել, լուրջ։ Վազքի առաջնությանը վազք ուղում, մեկ էլ ժյուրին որոշի, որ չէ կանոնակարգը փոխում են, կանգնեք ու օրինակ ճաղատները չեն կարող վազել, մենակ կարող են մազունեթորները վազել։ Կարթա այմ ուժեղ մանուկ, կարթա գրիր տարին բոլոր, կարթացողի խելքն է կտրուկ, միտքը պայծառ ու լուսավոր։ 22 թվականից կարդում էիք այդ օրենսգիրքը, ես կոչ եմ անում, ես երկրորդում եմ Տիկին Վարդանյանին, շարունակեք կարդալ, մի հատ հասկացեք, տեսեք էլ ինչ սխալներ կան, ՏԴԹ, ԾՁՑ, ՃՋ, երաստիճան բաղաձայնների կարգը պահպանված է, խախտված է, որ հանկարծ ընտրություններից 3 օր առաջ չասեք, էլի մի սխալ բան էլ ստեղ կա, եկեք այս ինչ որ կազմակերպել, այս դաշինքի կամ կուսակցության գրանցումը չեղարկենք։ Ուշ է, Տիկին Վարդանյան, ուշ է, մշուշ է։ Ժողովուրդ ջան, հազար ներողություն, բայց փաստացի դուք եք։ Դաժե կաշառքը բաժանելուց, այն որ պետք է իրար կաշառք տակ, ասում եք փող մի ասա քյաբաբ։ Ասենք դաժե վախենում եք ձեր տված կաշառքին, ասեք կաշառք, ասում եք քյաբաբ։ Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանից եք վարակվել, ինչ խոսում եք վերջում գալիս, հասնում եք ուտելու։ Չկան կուսակցություններ մարդ անուններով, չկան տենց։ Գտեք ժողովրդավարական պետություն, որտեղ կա մարդ կուսակցություն։ Այ մարդ, այսքան կարճ հիշողությունը չպետք է լինի էլի մարդու։ Նիկոլ Փաշինյանի անունով չեք դուք ընտրություններին մասնակցում։ Այսինքն դուք հիմա պայքարում եք այն երևույթի դեմ, որով եկել եք եւ շարունակում եք։ Իրանց գնացքն արդեն մեկնել է, գնչուին ճակատագիրը բախտը բացել է եւ հիմա անգել են փրփուրներից են կախվում։ Եթե այդ առաջնորդը իհարկե իրապես առաջնորդ է ու Հայաստանի քաղաքացի է ու կարա լինի տեխնացու, այլ ոչ թե դրսից ուղարկած ինչ որ մի հատ տգետ արհեստական բանականությամբ գեներացված չգիտեմ ինչ։ Ես պես ամբիոնից վիրավորանքներ եք հնչեցնում, դա խոսում է ձեր թուլության մասին։ Պերաշկին դարձել է ձեր առանցքը։ Ոնց է երկիր մոլորակը պտտվում իր առանցքի շուրջ, դուք, եթե մենք ձեր առանցքից հանենք պերաշկին, դուք կքանդվեք։ Եթե դες լուրջ քաղաքական կշիռ ունենաք, ձեր առաջնորդը կլիներ մի պատկառելի դաշնակցական։ Օրինակ չգիտեմ, ձեզանից որևէ մեկը, փոխարենը Ռոբերտ Քոչարյանն է։ Սա խորհրդարանական երկրի թիվ 1 ամբիոնն է։ Սա ոչ կավեինի ռազմինկա է, ոչ էլ ոզնի հանդես կամ կրակաձիլ, որտեղ գնահատվել ձեր սրամատությունը։